ասած չունեմ պաշտոնական տեղեկատվություն, ես էլ էի կարդացել այդ նորությունը, որ իբրև թե իշխանամերձ, այսպես կոչված տնտեսվարողներին արգելված է շատ լղոզված արտահայտությունը, ինչ է նշանակում իշխանամերձ տնտեսվարողներ, բայց բոլոր դեպքերում պաշտոնական բան ես չունեմ։ Բայց ես գիտեմ, որ այո, ռուսական կողմը ասում է, ուրիշի ծաղիկը մի բեր քո ծաղիկի համատակ Ռուսաստան։ Ուրիշի ապրանքը միրգը, չգիտեմ, ինչ է մի բեր քո մրգի համատակ Ռուսաստան։ Կարծում եմ, որ դա իրավունք ունի։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ միջև հիմա, այսպես ասած, աչքերին փակել, հիմա ավելի բաց են խոսում։ Աչքերին փակում, որովհետև Ռուսաստանը անհանգստություն ունի, թե օրինակի համար 5 տարի հետո ինքը իր քաղաքացին կարող է հայկական ծիրան ուտել, թե ոչ։ Ինքը չի սպասելու 4 տարի 11 ամիս 30 օր հետո մտածի այդ մասին, որ իր քաղաքացին վաղը ծիրան հայկական ծիրան ուտելու է, թե չէ։ Ինքը հիմիկվանից է մտածում։ Ինքը ասում է, մենք իմանանք, դուք հայկական ծիրան մեզ այս պայմաններով լինելու է մեր համար, թե պայմանական օրինակ եմ ասում, եք մի քսարը, թե ոչ։ Եվ այդ վրա հետևաբար ըստ այդմ էլ մենք իրենք պետք է մշակեն իրենց մարտավարությունը, ռազմավարությունը այդ բնակավարում, որևէ տարօրինակ բան չկա։ Եվ շատ քաղաքական գործիչներ բան են անում, հակառակ կողմից են նայում, ասում են, հա, եթե հանկարծակի օրինակ պարոն Արեն Սիմոնյանը ինչ է ասել, որ եթե բանը գազի գինը բարձրացնեն, ապա մենք դուրս գանք հապկից եւ ԵԱՏՄ-ից։ Չէ, իրանք Ռուսաստան ասում է, եթե դուք դուրս եկաք ԵԱՏՄ-ից, այդ ժամանակ դա կբարձրանա։ Այդ Ռուսաստանը այդ է ասում։ Կոպիտ ասած, հաջորդ օրը կբարձրանա, ոչ թե նախապես կբարձրանա։ Հաջորդ օրը կբարձրանա, բայց մենք պետք է հաջորդ օրը իմանանք, երբ է լինելու, որպեսզի հաջորդ օրը պետք է իմանանք, որպեսզի երբ է լինելու, որպեսզի այդ հաջորդ օրվա համեմատել մենք ծիրանի հարցը լուծենք, հայկական ծիրանի։ Շանտաժը, ես չեմ կարծում, որ դա շանտաժ է, ես կարծում եմ, այդ խոսակցությունները միշտ ա եղել, այսպես կոչված հանդիպումների կուլիսային ֆորմատներում այդ խոսակցությունները միշտ ա եղել, հիմա եկել է այն պահը, որ արդեն կողմնորոշվելու ժամանակն է, որովհետև ավելի հստակ, ասենք, իշխանությունները եվրոպական ուղղվածություն են ցուցաբերում, օրենք ընդունվեց եւ այլ, հետեւաբար չես կարող դու այդ օրենքը ընդունես, հետո գնաս Պուտինին ասես, դե վրացի օրենք այլ ընդունեք սատանա, չէ։ Բայց իրենք ասում են, ԵԱՏՄ-ում հա դա տնտեսական օգուտներ են քաղում, բայց մենք քաղաքական այլ օրակարգեր ունենք, այսինքն սա ընդունելի է ձեզ համար, այս որ մի տարանջատեք քաղաքականությունը, արտաքին վեկտորը ԵԱՏՄ-ից եւ այլն։ Դա այդպես չի լինում, եթե դու մի ուրիշ տնտեսական միավորման, մաքսային միավորման անդամ ես լինում, այն մյուսի մեջ չես կարող լինես, ուղղակի չես կարող լինես։ Երկու տեղ հնարավոր չի միաժամանակ լինել։ Եվի քաղաքականություն չկա հանդեպ, որովհետև չի կարելի որ լինել եւս մաքսային միության անդամ, եւ այդ մաքս, դա եւ այստեղ ճիշտ չի կիրառվում։ Այ ուրիշ բան, եթե դու իսկապես քո վերջնական նպատակը Եվրոպա գնալն է, եւ ցածրենք թե ինչ-որ քաղաքական ուժի քո տնտեսությունը բեր այն մակարդակի եւ երբ որ քո հարևան պետությունը այդ ժամանակվա Վլադիմիր Վլադիմիրովիչն ասի դե գիտեք ինչ կա որ այդ ձևիա մենք գազը ուրեմն պետք է թանկացնենք կներեք որ պիտի դիմանալ ձեր ժողովուրդը դու պատրաստ լինես դրան ասի թանկացնու հարց չկա մենք էլ ծիրանը կթանկացնենք մենք էլ ուրիշ բան կթանկացնենք ենթադրենք բայց երբ որ դու պատրաստ ես դրան Փաշինյանը նման կերպ խոսի Իհարկե կարող է, չի կարող, եթե դու չես ոտնահարում քո հարևանի կամ քո այսպես կոչված այդ պահին գործընկերոջ շահերը, նախապես ասում ես, որ այդ գործընկերը կողմնորոշվի իր մոտ համապատասխան փոփոխություններ անի, ապա ի՞նչ կա այդտեղ խոսալու։ Պարոն Աղազարյան, ձեր կարծիքով Այդ ուրիշ բան որ կներեք, այդ ուրիշ բան որ մեր հասարակության մեջ այս ընկալումը կա, ով ասում է Եվրոպա, դա ազգի հերոս է, ով ասում է Ռուսաստան, դա ազգի դավաճան է։ Այդ ընկալումն է շատ տարօրինակ, էլի դե պիտի այդպես ընկալումնի։ Միգուցե ճիշտ են նրանք ովքեր ասում են Եվրոպա։ Ես բան չեմ ասում։ Ես տարածաշրջանային կողմնակից եմ եւ ես բանը Եվրոպային դեմ եմ։